Օսմանյան կայսրության ժամանակ Պոլսի հայ համայնքը ներփակ էր, ուներ իր գործունեության ու հաղորդակցության սահմանափակ շրջանակ։ Օսմանյան կայսրության ու խալիֆայության մայրաքաղաք Ստամբուլում ապրող հայ համայնքն ավելի շատ կրոնական էր։ Այսօր աշխարհիկ Թուրքիայում հայ համայնքը մի կողմից շարունակում է մնալ մեկուսացված, մյուս կողմից նկատելի է Թուրքիայի համընդհանուր հորձանուտի մեջ մտնելու ու որոշ չափով համայնքային կապերը թոթոփելու ձգտումը։ Համայնքային կյանքն առաջին հերթին նշանակում է եկեղեցի, բայց նույնիսկ Պոլսի կրոնասեր ու աստվածավախ բնորոշ համայնքում մարդիկ գնում են եկեղեցի ոչ միայն աղոթելու, այլև խոսելու, շփվելու ու խաղալու համար։ Առաջին անգամ եկեղեցին գխորիմ, թե ոչ ուրիշ հարմար կաֆե կգտնանք, ման կհանդիպինք։ Թե խաղալու համար, թե աղոթ գնելու համար։ Ավելի շատ այս միջավայրը գուքամ գո, ընկերներս այս միջավայրի մեջ եմ որովհետև թե եկեղեցի, թե երգչախումբ, թե միության մեջն ենք, ասի գնդագը ըննալը ավելի դարբեր է, որովհետև թե խոսակցության նյութը կփոխվի գո, թե սջարներ թալը խոսիլը եւ կամ հոստեղի նյութը կփոխվի գո։ Եթե խոսինքն է ավելի մեր լեզուն, մեր գրոնքը, մեր մշակույթը կհարաչանցնենք, եթե սջարան մեր թանկն է ավելի դարբեր նյութեր կխոսվի գո, ավելի լեզուն կփոխվի գո, այսպես։ Հատկապես սփյուռքի մեջ եկեղեցին կարևոր հաստատություն է, որովհետև ինչպես որ ասեք հոգևոր կյանքի դուրս եկեղեցին մեծ նշանակություն ունի, հավաքավայր է, մշակույթը բահելու վայր է, եկեղեցիներու մեջ հաստատված դպրաց դասերու եւ երգչախումբերու ջամփով մշակույթը բահելու եւ փոխանցելու վայր է։ Շատ հաճախ այս եկեղեցին գենտանի է, ապրող հաստատություն է, այսինքն ոչ թե միայն աղոթադեղի է, պարզապես համայնքի գետրոնն է։ Հայ կյանքը ընդհանրապես եկեղեցիներու շուրջ կանցնի։ Եվ ագումբներու, այսինքն դպրոցի սանուց միություններու, այդպես կսենոս, այդ ագումբներում այդպես բացատրությունը այսպես է, այդ սանուց միություններու շուրջ կանցնի։ Ժողովրդի հավաքման, իրարու հետ զրույցի ծևով ինքնաբահբանման հաստատություն է եկեղեցին հոգևոր կյանքի առընթեր։ Ճշմարտաբար այս հայախոս ընտանիք մուչունի, որովհետև հայ դպրոց չեն կացած, չեն գիտեր, այս արդյունքին տակ ես այս կարողություն ունեմ, որ խոսիմ իմ մայրին լեզուս։ Այս ընտանիքի շնորհիվ լեզուս գրծա առաջացնել ես, որովհետև միշտ հայերենը խոսելու մեջ մնացի եւ միշտ օրվան ընթացքին հայերեն լեզու խոսելու չանացի, բայց բացի ներողություն, ընկերներս երեսեն ընկեր լեզուս քիչ յետքային դեց, բայց ես լեզուս դերել լալու գիչանամ եւ միշտ հայերեն խոսելու չանամ։ Մեր լեզուն կորցածելու համար հոստեղը ճիշտ տեղն է, որովհետև շուրջերնից շատ թրքախոս ընկերներ ունենք, պայման ասա որովհետև հոս գաբրինք խոսելով, բայց հոս ասյարդի գնդակը միշտ հայերեն կխոսենք կո, ասա մեզի համար արավել կողմն է, արավելությունն է։ Եթե Հայաստանում խորհրդային կայսրության հակակրոնական քաղաքականությունը որոշ չափով անջրպետ առաջացրեց մարդկանց ու եկեղեցու միջև, ապա Պոլսում եկեղեցի գնալու ավանդույթը չընդհատվեց։ Բացի այդ, մահմեդական միջավայրում մարդիկ ավելի են փարվում եկեղեցուն, որպես իրենց ինքնության մաս։ Տոնական օրերը շատ լավ կանցին, փարավոր կանցին այստեղ, որովհետև այստեղի ժողովրդի գեցացեր ժողովուրդ եղած է, եւ այդ պատճառով եկեղեցիները խորներամ բազմություններ կլան։ Ֆերիկյուրի տաղը գհաշվե 25,000-ին 30,000-ի միջև մարդ, այսինքն այդքան ձուխ ունի, ասենք որ հայ բնակչությունը մոտավորապես այդ տիվով է, եւ այս եկեղեցվո մեջ թաթարի օր գոյություն չունի գրեթե, ամեն երեկո կամ ցերնակ մը գա, կամ հավաք մը կազմակերպվի, համանքի հետ առնչված որևէ հարցի հետ կապված կամ մշակութային որևէ ցերնակ
եկեղեցվո սրահներուն մեջ, ցանոց միության մեջ, մարդիկ եթե ուզեն մեկը գտնել, մեկը տեսնել, անպայման Ֆերիկյուրի եկեղեցին գահաջախեն, գահանտիբին։ Հիմա նախկինին պես չէ, պայմանները փոխվեցան 21-րդ դարը սկսավ։ Հիմա տելեֆոններ ունի, ամենշաբես տելեֆոն գրնաց կորունել, հեռախոսը բանը գա, հեռուստացույցը գա, կյանքի ապրելակերպի պայմանները փոխվեցան, չէ՞։ Երիտասարդության հետաքրքրությունները փոխվեցան։ Բնականաբար եկեղեցին հանդիպման միակ վայրը չէ։ Եթե Հայաստանում ընկերոջդ հանդիպելու համար կարող ես գնալ ցանկացած սրճարան եւ ընտրություն թելադրողը ճաշակն ու նյութական միջոցները կլինեն, ապա Պոլսում ազգային, կրոնական, սոցիալական խմբերը կամ թե գաղափարակից ու համախոհ մարդիկ ունեն իրենց հստակ նախընտրությունները։ Դա իհարկե չի նշանակում, որ ինչպես ամենուր այնպես էլ Պոլսում նորարարություն սիրող հայերը հաճախ չեն այցելում օրինակ Starbucks կամ ինչ-որ արևելյան կամ հենց թուրքական սրճարան։ Սակայն առհասարակ հայերը հարմարավետ են զգում հանդիպելու այնպիսի վայրերում, որտեղ կարող են համեմատաբար ազատ լինել եւ ազատ արտահայտվել, որտեղ կարելի կլինի գտնել մշակութային ինքնության հարազատ տարրեր։ Նոստալժիկա, որ թե հայրեն քիրքեր եւ այլն գծախը եւ թե հոնդագը գերտանք սուրճ կխմենք դեռ միևս կա ոս մոդե փանգալտի գոմե որ հոնաշած հայ ընկերներով գերտանք աշխատողներն մեջ հայը կա կան դեղեր այսպիսի որ ջաշ ուտելու դեղերը կա ուր այդ ջաշը կա ջանգիրի կողմը թե Kürekli fırın gahos, ayo. Eklercim, մենք միշտ գերտային աշակերտության շրջանը ավելի լիսեգան շրջաններուն։ Երբ Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցում հանդիպեցինք Պոլսի ժամանակ օրաթերթի աշխատակից Արի Թաշին եւ հարցրեցինք, թե վերջին շրջանում որ սրճարանում են հանդիպում հայերը, նա դարձյալ առաջինը մատնացույց արեց նոստալջին։ Հիմա գտնենք Փանգալտը Քուրթուլուշ տաղամասում, այստեղ ունենք մեր շատ սիրելի նոստալժի գրախանութը եւ սրճարանը, խանութի արդոնադերը Բարոն Սյուա Համամջն եւ իր գողագիցը Բենգյու Համամջն արդեն բոլոր համայնքի կողմէ ջանցված անձեր էին եւ շատ մոտ բարեկամներ էին այս տաղամասի անձնավորությունների համար եւ արդեն այստեղ գտեսնակ մեր հայադար թերթերը, ժամանակը, մարմարան, ագոսը, շապատաթերթը լալով, փարոս, ամսակիրը եւ լույս բարբերականը բոլորնալ կարող եք տեսնել այստեղ հայկական նյութերու շուրջ հավական քիրքեր կա այո թաներակչամի բادرաստած Նաիմ Էֆենդի հուշերը եւ Թալատ Փաշայի հերակիրերը Գրիգոր Գերգերյանի արխիվից եւ փոքրամասնությանց հետաքրքրվողների համար շատ լավ աղբյուրներ ունի այս գրախանութը մարդկային իրավանց կարևորություն տվող բոլոր անձնավորությունների համար շատ լավ աղբյուրներ ունի ոչ թե միայն փոքրամասնությունների եւ կամ հայերի մասին Süha Bey sizle tanışmak istiyorlar Sivilnet televizyonundan Erivan'dan evet, adım Gor Süha Hamamcı hoş geldin hoş bulduk memnun oldum ben de 1992 թվականից սկսած գրքի ու կասետի երաժշտական սկավառակների գործեմանում, ինչու է փոքրինչ տարբեր մյուսներից։ Առաջին պայմանավորված է մեր թաղամասի հասարակական առանձնահատկություններով, երկրորդ երևի թե իմ աշխարհայացքով մոտեցումներով։ Այս թեմայի վերաբերյալ Թուրքիայում ընդհանուր մշակված մոտեցում կա, աշխարհի չափ գիրք ու ինչ ասես։ Ես էլ դպրոցական տարիներին ու սովորելու ամբողջ ընթացքում այդ մոտեցումներով եմ կրթվել ու մեծացել։ Սակայն երբ մի պահից սկսած հասկանում ես, որ եղելությունն այլ է, որ այլ մոտեցումներ են կարող լինել, հասկանում ես, որ գուցե այլ կերպ է եղել, հասկանում ես, որ այո, հենց այլ կերպ էլ եղել ու չի եղել այն, ինչը ներկայացվում է ու տեղեկանում ես, որ այդ մասին պատմող աղբյուրներ ու գրքեր կան։ Մտածում ես, թող այս գրախանութում դրանք լինեն։ ուրախ ինչպես ես
Նոստալժի մեկ հատ քիրք աբսպրած էի ես, Վիլյամ Սարոյանի քիրքը, աղքատ մարդիկ, ինչպես կտարկմանենք հայերեն չեմ գիտեմ, բայց անիգա եկել է, անիգա անելու եկա։ Հաճախ գալիս այստեղ, սուրճ խմելու։ Այո, yani շաբաթը մեկ որ այստեղ ուտամ գոր, սուրճ կխմեմ եմ գոր, նոր ինչ քիրք ելած անոր գնայինք գոր, և այնպես, սիրեմ նրա, այսի։ Պետք է տեսնես։ Սեպաստիո Փրկնիկ քյուղի հայ գաթողիկ եկեղեցին, որ Տանիել Վարուժանի ծննդավայրն է Փրկնիկը, այստեղ արդեն նշված է Էրմենի շահիր Տանիել Վարուժանդա բու քույդենդր։ Եկեղեցին միշտ եղած է, մանավանդ ասենք հանրապետական շրջանի հայերուն մեկտեղված գետրոններն կարևորակույնը, հետո դպրոցները, հետո սանուցմիությունները։ Այսինքն գիտեմ, որ շատ մարդիկ գերտան գսեն, որ մոմ մը գվարեմ, հայրմեր մը գարդասանեմ գգարտամ, հետո եկեղեցվո պագի մեջ ընկերներս գտեսնեմ, բարեկամներս կհանդիպեմ, կզրուցեմ, ուրախ սվարտ դուն կվերաթարնամ։ Եկեղեցի գերտամ, կողոտեմ, եկեղեցին գիսրեմ, երկոտը վսրեմ, և արինստած պեսալ ընկերներս դեսնելու համար գերտամ, որեդո արդեն լուր գուդանք զիրար, որ այսօր գերտած եկեղեցին և այլեն։ Թեքեյանը ասած է եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս, թե հոգվոտ ծննդավայր եղած է, թե ընկերամշակութային կյանքի համար կարևոր գետրոմ եղած է և է։ Այսինքն ես երեք կարգմը թաղամասերու եկեղեցին այցելեցի, տեսա, որ նույնպես դարեց սերունդը եկեղեցվո գամարներու դակ գաղոթեր, իսկ նոր սերունդը եկեղեցվո փագի մեջ գխաղար, գզվարջանար, գբորար գգանչեր, իսկ մայրիկները գսեին, որ թուրսը խաղալու դեղ եկեք քիչմի եկեղեցի են ներս աղոթեցեք և այլեն, մամա ընկերներս կսպասե և այլեն, այդ ծևով դուք վգաթարցակ արդեն, շատ երնալ, այդ պանը իմ դարիքի սպերումով ես կուզեմ կաֆեներու մեջ պայմանավորվել իմ ընկերներու հետ և եկեղեցի և կամ հայկական դպրոց, մանավանդ համալսարանական դարիներուն, այդ բաներու հետ շատ մոդիկ հարաբերություններ ունենալ չուզեր, որովհետև նոր աշխարհը, նոր հայացքը, նոր կյանքը գուզե, բայց ես տեսած եմ, որ երբ որ դարիները գանցնին և գուքան իրենց 40-ական և կամ 50-ական դարիքները և գտեսնեմ, որ արմատներու հետարց գլա, այսինքն մեր եկեղեցին, մեր դպրոցը, մեր մշակույթը, մեր սանուցմիությունը և այլն ասել գսկսին։ Հիմա մեզի համար մանավանդ այս թաղամասի Քուրթուլուշ, Փանգալ, Տֆերի գյուղ թաղամասի ասենք, շատ մարդոց համար այս մեր գտնված, այս մեր նստած տեղը, նոստալժի քրախանութ սրճարանը կարևոր դեղ ունի։ Հոս կուկամ, հոս կսիրեմ, որովհետև հոս ունգերներս կուկան, բայց ոչ հայերը նույն աչքերով հոս բան գնենք, կյանքին գնենք, այսինքն մարդկային իրավունքներով կամ ավելի դեմոկրատ բաներով, այսինքն պոլիտիկը լավալ նույն ջաշալի ունի, նույն բաները դուզենք, որ ասալ բան է, գաստե գոր այսինքն, անոնրոման ավելի շատ կուկան գորոս, ոչ թե ուրիշ տեղեր, Starbucks կամ բան է։ Շատ մը կաֆեներ գրնաս կտնալ, այսինքն քաղաքը լիքը կաֆեներ կա, բայց այս կաֆեն մեզի համար առանձնահատուկ կաֆե մնա, մեզի ավելի հարազատ է, այսինքն մեր դանը պես գվարվինք այստեղ, այսինքն բաշտոնական չենք նստիր։ Զգացի թե ինչ աշխարհ։ Այսինքն մեր խոհանոցի նման գմտնենք, մեր բաժակը գարնենք և այլն մեկ հատ
Թե իմը սուրճը եղած։ Աստիճանաբար, հատկապես հաղորդակցության նորագույն տեխնոլոգիաների դարում գրեթե վերացել է այն արևելյան սովորությունը, երբ մարդն առանց պայմանավորվածության գնում էր մի վայր, վստահ լինելով, որ կհանդիպի իր ծանոթներին։ Պոլսում մարդիկ շարունակում են հանդիպել ինչպես եկեղեցում, այնպես էլ իրենց սիրած սրճարաններում, այնպես, ինչպես համայնքն է իր բնույթով, թե կրոնական ու թե աշխարհիկ։